Իրան-Իսրայել հակամարտությունը ոչ միայն տարածաշրջանն է լարվածության մեջ պահում, այլև ներգրավում է Եվրոպան, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Թեմայի շուրջ այսօր տաղավարում զրուցելու ենք պատմաբան արևելագետ Արտակ Հովհաննիսյանի հետ։ Բարև պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Հովհաննիսյան, դեռ 1984 թվականից գիտենք, որ Իսրայելը հայտարարել է, որ Իրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն, եւ այսօր էլ ոնց որ այս հակամարտության կուլմինացիան կրկին միջուկային զենքի ստեղծումն է։ Արդյոք սա հենց այս թեմայի շուրջ էր, որ սկսվեց, եւ արդյոք այս երկար ծածանվող թեման պետք է որ այս հանգուցալուծում ունենար։ Մասամբ է այդպես իմ կարծիքով, որովհետեւ դեռևս 60-ականներից Իրանը լինելով ՄԱԳԱՏԷ-ի անդամ հայտարարել է խաղաղ ատոմի ծրագրի եւ միջուկային էներգիան խաղաղ օգտագործման իր նպատակների մասին։ Եվ այդ առումով նորություն չէ, ինչ վերաբերում է Իսրայելի հայտարարություններին, պետք է ասենք, որ նման հայտարարություններ հատկապես Իսրայելի գործող վարչապետ Նեթանյահուն այլ երկրների համար էլ արել։ Օրինակ ժամանակին ինքը հայտարարում էր, որ պետք է կործանել սովետական միությունը, նրա պրոքսի Պաղեստինի ազատագրության կազմակերպությանը, որպեսզի խաղաղություն լինի Մերձավորավայրում։ Հետո ինքը նույն հայտարարություն եւ դա անում էր ամերիկյան կոնգրեսում։ Հետո նմանատիպ հայտարարություն արվեց Լիբիայի Մուամմար Քադաֆիի կառավարման տարիներին, որտեղ Լիբիան էլ էր ցկտում միջուկային էներգիայի օգտագործման եւ այդ նմանատիպ հայտարարություն դարձյալ արվեց, եթե չեմ սխալվում, 82 թվին էլի կոնգրեսում Լիբիայի համար եւ կարողացան Լիբիային համոզել, որ ինքը հրաժարվի խաղաղ միջուկային ծրագրից, վերջին ինչ եղավ մենք տեսանք։ Հայկայվեց Լիբիան, կործանվեց եւ դուրս եկավ մրցակիցների շարքից։ Հիմա տևական ժամանակ նույն բանը արվում է, ասենք Իրանի հարցում, խնդիրը այլ է։ Իսրայելը եւ իր դաշնակիցները չեն կարող հանդուրժել, որպեսզի Մերձավոր Արևելքում լինի անկախ ինքնուրույն ուժային կենտրոն։ Խնդիրը սա է, ոչ թե ասենք միջուկային ծրագիրի հարցը։ Իհարկե դա էլ է կարևոր, այնպես չէ որ դա անտեսում ենք, բայց նոր Մերձավոր Արևելքի ստեղծումը, որը դեռևս 90-ականներին ամերիկյան Rand կորպորացիան գծել է, իրենք գնում են այդ ծրագրով։ Սկզբում կդրեցին, այսպես ասած, Իրանի թևերը, Հեզբոլլա, Համաս, ու այնտեղ հութիների հարցերը վերջնականապես չեն լուծել, բայց առանց Իրանի իրենք չեն կարող։ Լիբանանում սա շատ ավելի վաղ գծված ծրագրի շարունակություն է։ Միանշանակ սա ծրագիր է, որի նպատակը նոր Մերձավոր Արևելքի կառավարելի Մերձավոր Արևելքի ձևավորումն է եւ ընդդեմ Ռուսաստանի եւ ընդդեմ Չինաստանի գլխավորապես։ Գիտենք, որ Թրամփը ընդհատել է G7-ում իր մասնակցությունը, որից անմիջապես հետո իր X-ի ալիքում հայտարարություն եղավ, որ պետք է շտաբ Թեհրանը մարդիկ ազատեն, տարհանվեն։ Ինչով էր սա պայմանավորված, չնայած ԱՄՆ-ն ասում է, որ ուղիղ միջամտություն չի ունենալու այս հակամարտության մեջ, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք հովանավորչություն է սա։ Ուղիղ միջամտություն, եթե հասկանում ենք, որ անձամբ պետք է ամերիկյան կործանիչները կամ զինվորները մասնակցեն, հասկանալի է դեպքում ուղիղ չէ, բայց առանց ամերիկյան աջակցության հնարավոր չէ, որովհետև այն ամբողջ հրթիռները, որ Իրանը արձակում է, սկսած Թուրքիայի տարածքից, քրդական ինքնավարության տարածքից, Ռոժավայի կամ սիրիական քրդական այդ հատվածից, այդ ամբողջը նաև եթե մենք նայում ենք Իրանի 4 բոլոր ամերիկյան ռազմաբազաներին, ռադիոլոկացիոն կայաններն, այսինքն դա ինֆորմացիոն նախորոք իմանալ, հաղորդել եւ ինչ որտեղ նաեւ չեզոքացնել վտանգը, սա օգնություն է եւ բավականին էական ու շոշափելի օգնություն է։ Ինչ վերաբերում է Թրամփի այդ իրավիճակային սենյակ գալը, Թրամփին բնորոշ գործելավոճ է։ Ինքը մինչեւ այդ էլ հայտարարում էր, որ 60 օր տվել եմ Իրանի ժամանակ, 61-րդ օրը տեղի ունեցավ հարձակումը կամ ավելի շատ այստեղ իր կարևորությունը նաեւ ընդգծելու հարց կա։ Ու կարելի ասել, որ ստացվում է, որովհետև միջազգային մամուլում ստացվում է, որտեղ այդ հարցն է քննարկվում, որովհետև այդ իրավիճակային սենյակ հավաքվել է ազգային անվտանգության ամերիկյան այն դեպքերում է, երբ որ չափազանց կարևոր միջազգային կամ ներքինի դեպքում էլ է լինում, ինչ որ իրադարձություն է տեղի ունենում։
Այս այրենոտ բախում արդեն մի քանի օր է ինչ շարունակվում է եւ խոցվում են ոչ միայն ռազմական նշանակություն ունեցող կետեր, այլ նաեւ քաղաքացիական շենքեր ու տեսնում ենք, որ զոհերի թիվը գնալով աճում է։ Այս տեմպերով արդյոք կհաջողվի Իրանին, այսպես ասած, խեղճացնել եւ զերծ պահել, ցախողել միջուկային ծրագիրը։ Ես կարծում եմ, որ Իսրայելը խփում է համակարգին, իրանական պետության համակարգին։ Իրանի դեպքում հակահարձակումը կամ պատասխանը համակարգին չի ուղղված։ Եվ այս առումով նպատակների հարցում կարծես թե Իսրայելը հաջողում է, որտեղ համակարգին խփելու դեպքում իրենց հաշվարկն այն է, որ կարող է տեղ ունենալ ներքին ըմբոստություն, հեղափոխություն, հեղաշրջում կամ ինքնուրույնության ցկտող ժողովուրդների կողմից ապստամբության միտումներ եւ այլն։ Եվ նաեւ վերացնելով որոշում կայացնողներին ստեղծում են համակարգային քաոս, նպատակը դա է։ Իրանի դեպքում ավելի շատ Իսրայելի ժողովրդի դիմադրողականությունը կոտրելու, այն առասպելը միֆը իրենց անխոցելի լինելու այդ հաշվարկն է կայացվել, որի արդյունքում միգուցե չեմ կարող պնդել Իրանի ղեկավարության փոխարեն, որ Իսրայելի ժողովուրդը պետք է որ դեմ դուրս գա Նետանյահուն կամ իշխող ուժին, բայց Իսրայելի պատմությունը ցույց է տալիս, որ այդպես չի լինում։ Իսրայելի ղեկավարը այսօր անգամ չի թաքցրել, որ Խամենեի սպանության մասով կարելի է հայտարարություններ տարածել եւ ուղղակի ասել է, որ այո, գուցե եւ վերջնական նպատակը լինի ղեկավարից ազատվելը, որպեսզի եւ ժողովուրդը ազատագրվի եւ այս պատմությունը իրենց ցանկալի ավարտ ունենա, բայց արդյոք կանխատեսելի է, որ Իրանում կլինի այդ հեղափոխությունը, որը այսքան շատ ուզում են Իսրայելում։ Իսրայելի համար տաբուներ չկան։ Իրենք կարող են ոչնչացնել ցանկացած մարդու ցանկացած տեղ աշխարհի եւ եթե նայենք իրենց հետախուզության պատմությունը, իրենք այդ առումով բազմաթիվ հաջողված փորձեր ունեն։ Եվ դա միայն Իսրայելի հաշվարկը չէ Իրանում իշխանափոխության։ Դա նաեւ նրա դաշնակիցների հաշվարկն է, միգուցե շահական կարգերի վերականգնումը, որից հետո արդեն մեր ցավոր արևելքը դառնա մի տարածաշրջան, որը կարելի ասել ղեկավարվի մեկ կենտրոնից, մեկ հրահանգով։ Իսկ հեղափոխության կամ ժողովրդի կողմից ըմբոստության կամ իշխանափոխության ուրեմն հավանականություն այո կա, որովհետև եթե Իսրայելը կարողացավ ներսից նաև իրականացնել այդ գործողությունները վերացնելով որոշում կայացնողներին, ուրեմն նաև բավականին լուրջ հետախուզական վերլուծական աշխատանք է տարվել այս ուղղությամբ։ Այսինքն սրանք ոչ այնքան ռազմական ճշգրիտ հարվածներ են, որքան հենց նաև ներքին աշխատանք քաղաքական առումով։ Միանշանակ պատկերացրեք 80 միլիոնից ավել բնակչություն ունեցող ինքնուրույն ինքնաբավ երկիր եւ հանկարծ ստացվում է այսպիսի հարձակում եւ երբեմն կարծիքներ են հնչում, որ Իրանը պատրաստ չէր դրա համար այդպիսի, ասենք, ղեկավար կազմում, այդ բացատրությունը մեղմ ասած ծիծաղելի է, ասենք ոնց պիտի Իսրայելը օրն ու ժամը ասեր։ Եվ երբ որ մենք նայում ենք նաեւ զոհերի համամասնությունն էլ նույնը չէ։ Իհարկե Իսրայելը փակել է ինֆորմացիան, բայց այնտեղ զոհերը տասնյակներով են հաշվում, այնտեղ հարյուրներով։ Որսը նաև խոսենք Թուրքիայի մասին։ Թուրքիան մի կողմից դատապարտում է, բայց մյուս կողմից գիտենք, որ Իսրայելի օդանավայրը շատ ապահով կերպով այնտեղ օթևան են գտել Թուրքիայի սահմանում։ Սա ինչպես կարելի է հասկանալ, եւ Թուրքիան մի կողմից դատապարտում է, որ չպետք է շարունակվի արյունահեղությունը, բայց մյուս կողմից եւ տեսնում ենք իսրայելական օդանավայրը այնտեղ է։ Թուրքիան միշտ այն դիրքերից է հանդես գալիս, որ բոլոր դեպքերում իր բաժինը վերցնի։ Այո, իսլամական աշխարհում թե արաբական պետություններն էլ Իրանի երբեմնի հակառակորդներն էլ, թշնամիներն էլ, սկսած Սաուդյան Արաբիայից դատապարտում են։ Զարմանալի է, չէ՞, թվում նաև Պակիստանի, այսպես ասած, դիրքորոշումն հայտարարում։ Այդ առումով իսլամական աշխարհի սոլիդարության առումով հայտարարում է, բայց դե ֆակտո Թուրքիան աջակցում է Իսրայելին։ Չմոռանանք, Իսրայելը իր վառելիքի պաշարները ստանում է Թուրքիայի տարածքով, այդ ռադիոլոկացիոն կայանները մնացածը ամբողջը ճիշտ է ամերիկյան ՆԱՏՕ է կոչվում, բայց բոլոր դեպքերում Թուրքիան գործուն աջակցություն է այդտեղ ցուցաբերում։ Եվ չգիտես ինչու, ինձ թվում է, որ Թուրքիան այս հարցում միգուցե այնքան էլ չի ուզում, որ Իրանում տեղի ունենա այդ իշխանափոխությունը, որովհետև
իրենց համար շատ դժվար է պատկերացնել արևմուտքի դաշնակից Իրան։ Իրենց թերը կշեռ նշանակությունը, այսինքն խաղաղարդերը փոխվում իհարկե փոխվում է։ Եվ ընդունենք, եթե օրինակ Իրանում տեղի ունենա հեղափոխությունը, ինչով է դժելու Հայաստան այս տարածաշրջանում, որովհետև գիտենք, որ հիմա շատ է քննարկվում, եթե օրինակ Իրանը տանուլ է տալիս այս ամեն ինչը, մեծանալու է ամերիկյան լիազորությունները այս տարածաշրջանում, ուսին նվազելու է տրամաբանորեն Ռուսաստանի եւ Չինաստանի լիազորությունները, իսկ ինչ կկորցնի Հայաստանը։ Մեր պարագայում նույնիսկ միայն տնտեսական գործոնը, որտեղ պատերազմի երկարաձգվելու պարագայում առաջանում են լոգիստիկ եւ տնտեսական, էներգետիկ եւ այլ խնդիրներ, բազմաթիվ պրոյեկտներ կիսատ են մնում, այդ թվում նաև Սյունիքի տարածքում եւ այլն։ Այս առումով արդեն մենք դժվում ենք։ Երբ որ մենք ասում ենք պատերազմը Հայաստանի վրա բացասական է ազդում, նկատի չունենք միայն ռազմական ինչ-որ գործողություններ եւ այլն։ Տնտեսական լոգիստիկ առումով մենք դժվում ենք։ Այլ խնդիր է թե ենթադրյալ իշխանափոխություն Իրանում, որը կարող է եւ չլինել, կարող է Իրանը դիմանալ։ Երբ տեղի կունենա Իրանը ինչ վիճակում կլինի, ինչ աստիճանի թուլացած կլինի, կորցրած կլինի տարածքներ կամ կունենա այնպիսի տարածքներ, որոնք դե ֆակտո կլինեն ինքնավար, ինչպես ասենք Իրաքյան Քուրդիստանն է, օրինակ, թե կարողանա այդ իշխանափոխությունը իրականացնել այն իրավիճակում, երբ որ ինքը իր ներքին ռեսուրսը պահպանած կլինի։ Բոլոր դեպքերում ցկցկում միանշանակ մեր համար ընդունելի չէ եւ վտանգավոր է։ Սա տնտեսական առումով, իսկ ռազմական առումով որքանով է հնարավոր, այ հիմա շատ հաճախ այս թեզն է նաև առաջ տարվում, որ եթե շարունակվի այս պատերազմը, հա, երկու Իսրայելի եւ Իրանի միջև, ապա շատ մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանը եւս կխախտի հրատադարը այս բանին հաստատված Հայաստանի։ Ես կարծում եմ, որ եթե առայժմ պատերազմը ընթանում է Իսրայելի եւ Իրանի միջև, այսինքն նոր դերակատարներ փաստացի, կամ բայց ամիջականորեն ներգրավված չեն, այդ ծեր ասած սցենարը դեռևս կանխվում է, բայց մենք չգիտենք ինչ կլինի, եթե, այսպես ասած, բոլորը խառնվեն իրար։ Եթե օրինակ ասենք Պակիստանն ու Չինաստանը որոշեն անընդհատ զենք մատակարարել Իրանին կամ կրվող զորամաս ուղարկեն Իսրայելի կողմից ուրիշ ուժեր մտնեն, ասենք բրիտանական ուժեր մտնեն խաղի մեջ, եւ բնականաբար սա կարելի ասել արդեն դառնում է համաշխարհային պատերազմի պես մի բան, եթե չի դարձել։ Այս իրավիճակում բնականաբար այն փոքր խնդիրների, իսկ այդ դեպքում մեր խնդիրը դառնում է չափազանց փոքր աննշան խնդիր, այս դեպքում բնականաբար այդ վտանգի գործոնը շատանում է, մեծանում է։ Եվ այս ամեն ինչից ինչ հետևություններ կարելի է կատարել, որովհետև տեսնում ենք, որ մոտավորապես 1 շաբաթ է ինչ ընթանում է այս ամեն ինչը, բայց ցամաքային միջամտություն չկա ու պատերազմից ձևաչափը ոնց որ թե փոխվել է։ Ուրեմն ինչ հետևություն պետք է անի Հայաստանը։ Մենք տեսնում ենք, որ պատերազմների ընդհանրապես տրամաբանությունն է փոխվել։ Լրիվ այլ ոճի պատերազմներ են։ Նման չէ, ոչ ասենք առաջի համաշխարհային, ոչ երկրորդ համաշխարհային, բայց այս երկու պատերազմները մեր համար բացասական են եղել։ Առաջինը գիտենք ինչու, ցեղասպանություն, տարածքների կորուստ եւ այլն, երկրորդի ժամանակ հույս կար լուծելու հայտատը, Կարսի մարզի եւ այլնի վերադարձի, բայց դա էլ չեղավ, այդ խնդիրն է փակվեց, կարելի ասել երկար ժամանակով, այսինքն միշտ խոշորամասշտաբ իրադարձությունների դեպքում Հայաստանի խնդիրը միշտ բարձրացել է եւ իմ կարծիքով այս հանգամանքը միշտ կա ու միշտ լինելու է եւ մենք պետք է դրան պատրաստ լինենք ուղղակի։ Ինձ թվում է բոլորն է դա հասկանում են։ Չեմ կարծում, որ կա որևէ հայ մարդ, որը սա չի հասկանում։ Բայց այլ խնդիրը հասկանալ, այլ խնդիրը թե ինչ չափով ենք մենք դրան նախապատրաստվում։ Օրինակ ասենք մենք ապաստարաններ ունենք։ Ես հիշում եմ 20 թվականի ընթացքում, երբ որ մենք սկսել էինք այդ մասով լուսաբանումներ ունենալ, իրականում պատկերը այդքան էլ լավ չէր եւ գոհացնող չէր, կամ չէին համապատասխանում պայմաններին, կամ կային ապաստարաններ, որոնք արդեն բիզնես ծառայությունների համար էին իրագործվում։ Մենք իհարկե ռազմական մասնագետներ չենք, բայց օրինակ ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես չունենք ապաստարաններ։ 9 արգանի շենքի նկուղը նորա հրթիռից կարող է փլվել եւ այդ նկուղում գտնվողները չկարողանան դուրս գալ։ Շանս չունենան։ Հա, ապաստարան չէ։ Ապաստարանը բոլորովին այլ բան է։
Դրանք առանձնացված տարածքներ են բնակավայրերի մոտ, ինչպես Իսրայելն է արնում իր կիբուցների հետ բնակավայրերի մոտ, հատուկ կահավորված, բազմաթիվ, չասենք, բայց մի քանի ելքերով, էլեկտրաֆիկացված ինքնուրույն համակարգով, օդափոխանակության համակարգով եւ այլնով, եւ ամեն բնակավայրի, ամեն քաղաքացի, օրինակ ես եւ դուք չգիտենք ուր պիտի գնանք։ Եվ սա մեր մոտ չկա։ Այո, մեկ-մեկն ասում են, այս ինչ վայրում կգործարկվի շչակ։ Հիմա եթե դա անում ենք, որովհետեւ այդ վայրի բնակավայրի շչակի գործարկման դիմաց նշանը դրվի, լավ մենք ում ենք խաբում այդ առումով։ Եվ շչակից հետո ինչ է հետևելու։ Հիմի հրթիռներ կան, նույն իսրայելական հրթիռները, որոնք որ 3-4 մետր ծագում իջնում են, հատուկ դրա համար նախատեսված։ Այսինքն այս առումով էլ պատրաստ չենք, ես էլ չեմ խոսում այն հանգամանքի մասին, որ հագաօդային պաշտպանություն, հագարտերային պաշտպանություն, ցամաքային կառավարում եւ այլն։ Չգիտեմ, միգուցե ինչ-որ բաներ արվում են, տեղյակ չենք այդ առումով։ Բայց այն ինչ որ պիտի քաղաքացիական բնակության պաշտպանության, այսինքն մենք գիտենանք, թե ինչ ենք անելու այսինչ իրավիճակում։ Դա ոնց որ թե չկա։ Եվ թե Իրանում, թե Իսրայելում կան հայկական համայնքներ, երկուսն են մեր համար փաստացի կարևոր երկրներ են այս դեպքում, ինչ պետք է անի պետությունը այս համայնքների համար, ապահովությունը փոքրից շատ է ապահովելու հաստատելու համար։ Իրանի հայկական համայնքը իր սոլիդարությունը հայտնեց իշխանության եւ ես կարծում եմ, որ ճիշտ արեց եւ ցանկացած իշխանության դեպքում պետք է դա անի, կապ չունի ինչ իշխանություն է լինում, դա իմ մոտեցումը կարծիքն է, Իրանի հայկական համայնքը բավականին լավ արտոնյալ, ասենք, վիճակում է։ Իսրայելի հայ համայնքը, եթե հաշվի չառնենք են եկեղեցու հանդեպ որոշ բախումներ, դրվագները, նույնպես բավականին այսպես լավ վիճակում է գտնվում եւ այնպես չէ որ Իրանը անպայմանորեն մեր բարեկամն է, Իսրայելն անպայմանորեն մեր թշնամին կամ մենք պետք է մեկին այսպես վերաբերվենք, մյուսին այնպես վերաբերվենք։ Չէ, սա զգացմունքային բան է, որը պետք է դրվի միկում, որտեվ երբ որ խոսում ենք իսրայելական հայկական համայնքի հետ, իրենք բերում են այնպիսի փաստարկներ Իսրայելի գործողությունների, որոնց մեջ բավականին արժեքավոր ու կշիռ ունեցող փաստարկներ կան։ Եվ չասեմ արտարացնում են Իսրայելի գործողությունները, բայց այնտեղ կա ռացիոնալ տար գործողությունների։ Նաև Իսրայելի գոյատևման իրավունքի հարցը։ Օրինակ իրենք կարծում են, ասում են Իրան ինչի համար է անընդհատ հայտարարում տասնյակ տարիներ, որ պետք է Իսրայելը գոյություն չունենա, ինչի համար։ Իսրայելի խնդիրը Պաղեստինի արաբների հետ է, արաբական գրեթե բոլոր պետությունները, գրեթե վաղուց այդ խնդիրը կարելի ասել մի կողմ են դրել եւ այդ խնդրում Իսրայելի հետ հարց չունեն 78 թվից Եգիպտոսը, հետո մյուս պետություններ եւ այլն։ Իրանը ինչ կապ ունի այդ խնդրի, այսինքն Իրանը արաբների շահերը ավելի մեծ պաշտպան է, քան փուն արաբները։ Այսինքն այսպեսի, ասենք, հարցեր կան եւ պատմականորեն, ասենք, Իրան-Իսրայել հարաբերությունները հին աշխարհից լավ են եղել։ Հրեաներին գերությունից ազատողն ու տաճարի վերականգնողը պարսիկ արքաներն են, ասենք, կյուրոսներ։ Այնպես որ կրոնական ազատություն տվողը, այնպես որ իրենց փաստարկների մեջ էլ կա ռացիոնալ տար։ Եվ սա եւս մեկ անգամ փաստում է, որ չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ փաստացի, բայց Թրամփի մասին խոսելուց պետք է հատկանշական է բոլորն են սա ընդգծում, որ իր առաջին նախագահության ընթացքում եղավ Արցախի պատերազմը Ադրբեջանի դեմ, Ադրբեջանը երբ խախտեց հրադադարը եւ այս անգամ երբ նախագահությունը եւս մեկ անգամ ընտրվեց, նա խոստացավ Ուկրաինայի պատերազմի վերջնական ավարտ, փաստացի այս դեպքում արդեն կա երկու տարբեր պատերազմներ։ Սա որքանով է խոսում Թրամփի քաղաքականության մասին կամ արդյոք հենց սա էր իր պատկերացրած ուղղությունը։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել կամ կիսել եմ այն կարծիքը, որ Թրամփը քաղաքական գործիչ չէ։ Ինքը գուցե հաջող բիզնեսմեն է, միգուցե չափից դուրս ինքնահավան, քարոզարշավները հաստատում են, որ նաև ստացված շոում են։ Հա, նարցիսիզմով տարապող եւ այլն, ինքը քաղաքական գործիչ չէ։ Եվ իր ասածները մեղմ ասած սազական չեն աշխարհի թիվ 1 պետության ղեկավարին, նաև պահվածք։ Եվ շատերը միգուցե լուրջ չեն ընդունում արդեն Թրամփի ասածները, որտեվ
ինչ որ ասում է չի լինում, չի ստացվում։ Ասում է ես երկու օրվա կանգնեցնեմ, չէ, ռուս-ուկրաինական, հետո ասում է ես այդպեսի բան եմ ասել կամ դա սարկազմ էր կամ չգիտեմ ինչ էր։ Դա ոնց ասեմ, մի հատ փոքր բնակավայրի կամ ինչ որ մի հատ փոքր կառույցի ղեկավարի մի գուցե բնորոշ պահված լիներ, բայց ոչ թիվ 1 գեշտերության։ Եվ այս անլրջությունը բերում է նաև սրան։ Որտե՞ղ Եվ նաև խոսելով այս Ամերիկայի ներգրավվածության մասին, եթե օրինակ Ամերիկան որոշի հենց ուղիղ կերպով անվանական օգնել Իսրայելին ռազմական առումով, արդյոք կներգրավեն նաև Ռուսաստանը, չնայած Ռուսաստանը հիմա մեկ այլ պատերազմի ճակատ ունի եւ Չինաստանը, եւ արդյոք սա է հենց այդ կանխորոշված երրորդ համաշխարհայինի սկիզբը։ Ես կարծում եմ, որ արդեն օգնում են։ Այդ հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության համակարգերը, որը հիմա տեղափոխվեց մասամբ նաև Ուկրաինայից, դա որոշակի հրթիռների քանակ, որ տրամադրվում է, ռադիոհետախուզության տվյալներ, դիվանագիտական ահռելի, ասենք, ճնշում, այդ ամեն ինչը փաստացի օգնություն է։ Փաստացի օգնություն է, որը հնարավոր է, որ նաև շատանա եւ մեծանա Իսրայելի դեպքում։ Չի կարող ինքը կորցնել Իսրայելը, որովհետև դա ամբողջ կոնցեպտի փլուզում է կնշանակի։ Ռուսաստանը գիտենք, որ չի կարողանա, նույնիսկ պայմանագրի արկայության դեպքում չի կարողանա Իրանին օգնել, արդեն իսկ Ռուսաստանը խնդիրներ ունի շատ դեպքերում եւ այնտեղ ինքը ներքաշվել է, բոլորս գիտենք, ուկրաինական ճահճում, ով պետք է օգնի Իրանին, Հնդկաստանի դիրքորոշումը արդեն պարզ է, ունեցել է տարօրինակ չէ երկու արիական, այսպես ասած, ժողովուրդներ հնդիրանական, բայց լրիվ տարբեր դիրքորոշումներ, մնում է Չինաստանը։ Չինաստանը լոգիստիկ առումներով ինչքան ունի հնարավորություն օգնելու Իրանին եւ ինչ ծավալով կօգնի, հաշվի առնելով Չինաստանի քաղաքականության ոճն ու ձևը, շատ կասկածելի է դա։ Որ այս թեմ կպայքարի։ Եվ ի վերջո ինչ կանխատեսումներ ունեք դուք, ինչպես կավարտվի այս ամեն ինչը, ենթադրենք, եթե չի միջամտի գերտերություններից ոչ մեկը, այլ կշարունակվի այսպես, ինչ ավարտ պետք է ունենա, երբ կդադարեցվեն այս օդային հակամարտությունները Իսրայելի ու Իրանի միջև։ Եթե հենց այս պահին Միացյալ Նահանգները կամ արևմտյան դաշնակիցները դադարեցնեն Իսրայելին որևէ օգնություն, կանխատեսելի չի լինի այդ ելքը, բայց կոնկրետ այս պահի դրությամբ ինչպես որ ընտանում է, իմ կարծիքով Իրանը շանս չունի։ Այս պատերազմից դուրս գալ հաղթած, որտեղ դատարելու պարագայում, ասենք այդ միջուկային ծրագիրը այնպես չէ, որ ոչնչացվեց, դա շատ արագ կարելի է նաև վերականգնել, հա։ Եթե հասել էր Իրանին աստիճանին, որովհետև վաղը չէ մյուս օր արդեն ատոմային ռումբ ունենար, դատարելու դեպքում կամ անավանդ որ ինքը դուրս է գալիս արդեն որևէ բանակցությունից եւ ՄԱԳԱՏԵ-ի հանդեպ որևէ պայմանավորվածությունից, բայց այս ամեն ինչը ծրագրավորողներն ու որոշողները չեմ կարծում որ դա թույլ տան ժամանակին, երբ որ մի պահ Սիրիայում ռուսական ներկայությունը կարելի ասել հաղթեց Բաշար Ասադը, շատ վերլուծաբաններ ասում են, տեսեք, կանխատեսումները չիրականացավ, որ Սիրիան կանցնի այն ճամբար կամ Սիրիան կգրավվի եւ դե ֆակտո կմասնատվի, բայց դա ժամանակավոր կարճ լուծում էր, մենք տեսանք հետո ինչ եղավ։ Իրանի համակարգը չի կարող դիմանալ այդ ճնշմանը։ Այսինքն մասնատումից անխուսափելի լինի։ Մասնատում չէ, Իրանը մի քանի սցենարներ կարելի ասել։ Բանակցություններ, ավարտ պայմանների, բոլոր պայմանների ընդունում եւ իր թուլացած իշխանության պահպանում Իրանում գործող, որ ինչքան կտևի ոչ ոք չգիտի, այդ մեկ, երկրորդ իշխանափոխություն եւ երրորդ ամենաօրենս հարսապելի ներքին քաղաքացիական բախումներ տարբեր տարածքներում, այսպես ասած ինքնահռչակ միավորների հայտ գալ եւ այլն։ Բայց իշխանափոխության դեպքում այն ուժերը, որոնք գալու են, կանխատեսում է ենթադրենք, որ գալու են նախկին իշխանության հայ հետևորդների մասն է խոսքը Իրանի, ինչ է լինելու այս դեպքում, իրենք ինքնուրույն կհրաժարվեն միջուկային այս զենք ունենալու գաղափարից։ Դե եթե նախկին ասելով նկատի ունենք շահական Իրանը արևմուտքի թիվ 1 դաշնակիցն էր ժամանակին տարածաշրջանում եւ ըստ էության շահական Իրանի ժամանակ է ստեղծվել խաղաղ միջուկային
ծրագիր 60-ականներին 79-ի հեղափոխությունից հետո չի եղել, բայց դա բոլորովին այլ բան է, վերահսկելի Իրանը այլ բան է։ Միգուցե եւ թույլ տան, հիմա ասենք Թուրքիան էլ ունի ատոմակայաններ, կառուցվում է եւ այլն։ Սա այլ խնդիր է, բայց շահական Իրանը արդեն ինքը կարելի ասել արևմուտքի հերթական դաշնակիցը կդառնա տարածաշրջանում եւ այդ դեպքում կբացվեն ճանապարհներ, այդ դեպքում արդեն սանկցիաները կհանեն, Իրանը կզարկանա թե չի զարկանա, ինչ չափով կլինի, արդեն այլ խնդիր է։ Բոլոր դեպքերում Իրանի ժողովուրդը ինքը ներքին խոսակցությունն բավականին նախանձով է վերաբերում նույն Արաբական Միացյալ Էմիրություններին, նույն Բահրեյնին, նույն Կատարին, նույն Սաուդյան Արաբիային, իրենք էլ են ուզում այդպես ապրել։ Զարգացվածության մասն է, այո, ոչ այդքան ազատության, ինչքան որ տեխնոլոգիական այդ երկրների, այսպես ասած, հարստության առաջընթացի մասին է խոսքը, իրենք էլ են ուզում իրենց ռեսուրսները վաճառել, որտեղ նավթով ու գազով առաջի երյակի մեջ են, չէ, առաջի տասնյակի մեջ են, միգուցե գազը ավելի շատ, նավթը մի փոքր ավելի քիչ։ Եվ այդ առելի ռեսուրսը չօգտագործում։ Շնորհակալություն շատ պարոն Հովհաննիսյան ստացված զրույցի համար, իսկ մենք դեռ կհանդիպենք։